Բարև Հայաստան, հեր վախտնս խեյր Ադրբեջան, մերհաբա Թուրքիա և good day Ամերիկա։ Սիրելիներս, այսօր եկել եմ խոսելու մի շատ կարևոր իրադարձության մասին, որի մասին չէի կարող լռել։ Ուրեմն այսօր Ադրբեջանի նախագահը իր ելույթի ժամանակ նշեց, որ բոլոր սահմանափակումները Հայաստանի Հանրապետության հետ կապված տրանզիտ դուրս են բերվելու։ Ինչի համար ես շատ ուրախ եմ և ժպտում եմ։ Բայց հիմա անդրադառնամ այն խնդիրներին, որոնք ուրեմն առկա են մեր երկրում։ Անդրադառնամ ծակ քաղաքագետներին և Հայաստանի մուխալիֆետին։ Հեսա վերցնելու են այդ տեքստը, գիտեմ, ինչպես գիտեմ, այս 5 մատը իմն է, այդպես ճանաչում եմ Հայաստանի ծակ պրոֆեսորներին։ Ադրբեջանին վրա ճնշում գործադրեց Ամերիկան։ Մուխալիֆետը կգա Ադրբեջանի վրա ճնշում գործադրեց չէ Ռուսաստանը։ Հիմա շատիր ինձ եք լսում։ Առաջին հերթին։ Այն ինչ տեղի ունենում տարածաշրջանում Ադրբեջանի և Հայաստանի միջև, դա առաջին հերթին մեծարգո վարչապետ Նիկոլ Փաշինյանի և մեծարգո նախագահ Իլհամ Ալիևի ջանքերի շնորհիվ է։ 1. Երկրորդ, այն մարդկանց ջանքերի շնորհիվ է, ովքեր այդ մարդկանց թիմերում աշխատել են։ Հատուկ շնորհակալություն եմ հայտնում Նիկոլ Փաշինյանին և Իլհամ Ալիևին։ Բայց նաև հատուկ շնորհակալություն Արարատ Միրզոյանին, Ռուբեն Ռուբինյանին, Արայիկ Հարությունյանին, Չախոյան Տարոնին, Պապոյան Գևորգին, Խուդատյան Դավիթին, այնքան շատ եք, որ չեմ կարողանում բոլորիդ անունները հիշեմ։ Հատուկ շնորհակալություն ձեզ։ Դուք ձեր ընտանիքներն եք վտանգել։ Պարոն Ալեն Սիմոնյան ջան, ձեր կյանքն եք վտանգել, որպեսզի այս ամեն ինչին հասնենք։ Չհամարձակվեք այդ հաղթանակները, տանեք մտցնեք ուրիշ երկրների, ուրեմն համապատասխան վայրը։ Դա մեր երկրի ղեկավարների հաղթանակներն են։ Իսկ այնտեղ Ամերիկան, Ռուսաստանը երբեք առանց շահ հետապնդելու չեն կանգնի մեր կողքին։ Դա պետքա գիտակցեք։ Իսկ թե ինչ ենք արել մենք լրագրողներս այդ փուլում, դրա մասին ես համեստաբար կլռեմ, որովհետև ես ընդհանրապես չեմ սիրում խոսել իմ արածների մասին կամ ինչ արեց օրինակ հայաստանցի Թերեզա Ասատրյանը, ինչ արեց հայաստանցի Ռոման Բաղդասարյանը, ինչպես վարվեց բլոգեր Էդմին Մարտիրոսյանը, հա, ինչ արեց գնելը, չեմ խոսում, դե ձեր համար, մենք շատ պուճուր մարդիկ ենք, մենք ճղճիմներս, ինչ ենք անում որ, բացարձակ ոչ մի բան, և շնորհակալ եմ, թե հայ ժողովրդին, թե ադրբեջանցի ժողովրդին, իրենց երկրի ղեկավարներին այս հնարավորությունը տալու համար։ Սիրելի ժողովուրդ, սա առաջին հերթին ձեր հաղթանակն է։ Ու սրանից հետո որևէ մեկը, որևէ քաղաքագետ, ռազմագետ, վերլուծաբան չհամարձակվի մեր երկրի հաղթանակները ուրիշ երկրների վրա վերագրի։ Դուրս եկեք այդ ամենի միջից ու փորձեք գնահատել այն, ինչ ունեք։ Շնորհավորում եմ սիրելիներս բոլորիս և ևս մեկ պատասխան այն մարդկանց, որ ինձ ասում են Նատալի, դու ինչ-որ բան ես անում։ Չէ, ես ոչ մի բան չեմ անում։ Ես համեստորեն իմ արածների մասին լռում եմ ու ժպտում։ Այն ինչ չեք տեսնում դուք, Աստված տեսնում է, և դա ինձ բավական է։ Խաղաղ օր բոլորիդ։